Շարունակում է կենտրոնի առավոտը հեռուստադիտողներ, մայիսի 28-ին ժամը 19-ին Առո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա կամերային համերգ։ Կոմիտասի, Ռազմիկ Դավոյանի և սեփական բանաստեղծությունների հիման վրա գրված կհնչի Վահան Արծրունու երաժշտությունը Կավե արտ էնսամբլի նվագակցությամբ։ Այս ամենի և այլ համերգային ծրագրերի մասին կզրուցենք մեր թանկ հյուրին։ Դե մեր հյուրն է կոմպոզիտոր, այո, երգիչ Վահան Արծրունին, բարի լույս, պարոն Արծրունին, ոնց եք։ Շատ լավ, նախահամերգային։ Նախահամերգային, սովորաբար երբ համերգը դեռ սկսում եք, ստարտը տալ, միշտ մտածում եք երևի թեման։ Հիմա եթե հասկանանք ոնց է ձևավորվում այդ թեմայի ընտրությունը, երաժշտությունը, ինչ եք աներում, հաշվի եք առնում հանդիսատեսի ցանկությունը, թե ճիշտ հակառակը։ Դե սա պետք է հասկանալ, որ այս սեզոնում 7-րդ համերգն է եւ դեռևս 4 համերգ մինչեւ հուլիսի վերջ սպասվում է։ Եվ շատ ճիշտ նկատեցիք, այսինքն հստակ կամ թեմաների կամ ժանրային տեսակների բաժանում կա, այսինքն մեկնարկը եղավ ամսի 27-ին մարտի Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին նվիրված համերգով մենք իրակալվում ենք այստեղ եւ խոսում ենք դրա մասին, այսինքն փոքր ֆորմայից, երբ որ ես մենակ գիտարով եմ բեմի վրա, հետո իր զարգացումը ստացավ դուետային համերգ, տրիոյով համերգ, հետո պրոգրեսիվ երաժշտության համերգ, այսինքն գործիքային իմ ստեղծագործությունները ռոք երաժշտության ժանրում, եւ հիմա կամերային ժանրի մեջ լուծված, ամբողջովին կամերային ժանրի մեջ լուծված մի ծրագիր, որը բավականին ընդգրկուն է, որովհետեւ ներառում է, ինչպես ասացիք, եւ կոմիտասյան շարքը, եւ դավոյանական շարքը, եւ պիտի վերջապես կատարեմ իմ խոսքերով երգերը, որոնք որ տենց պարզում է, որ բավական երկար ժամանակ տարիներ չեմ կատարել։ Այսինքն որովհետև առիթ չէր եղել նման կազմով հանդես։ Այսինքն առհասարակ կատարել եք, բայց երկար ժամանակա չեք կատարել։ Դե գիտեք, այդ երգերը գրված են հենց կամերային կազմի համար, այսինքն 5 լարայինների եւ ֆլեյտայի համար, իսկ նման կազմ հավաքելը, այսինքն համախմբելը շատ դժվար է։ Եվ դա բարեբախտություն է պարզապես, որ արդեն մի քանի տարի է ես համագործակցում եմ Կավե արտ անսամբլի հետ, որ արդեն որ երրորդ համերգն է, որ երրորդ տարին է միասին ենք անում։ Այսինքն այդ անսամբլը ստեղծել է Նարեկ Ավագյանը, ֆլեյտահար եւ կոնցերտմայստեր մեր ֆիլհարմոնիկի եւ առհասարակ բոլոր երաժիշտները մեր ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտներից են։ Եվ բավական ընդգրկուն կազմ է, այսինքն ֆլեյտա, երկու ջութակ, ալտ, թավջութակ եւ կանտրաբաս։ Եվ հատուկ հյուր ունենք նաև այս համերգային ծրագրում ես միանալու է հրաշալի օպերային եւ կամերային երգչուհի Նելի Քալաշյանը։ Այնպես որ դա այսպես բան է լինելու շատերի համար նորություն, որտեղ առաջին անգամ պետք է հանդես գա ինձ հետ։ Ինչ է ձեր գրված երգերով։ Այո, կոմիտասյան շարքի դուետները եւ մեներքերը ինքն է կատարելու ինձ հետ։ Դժվար է ժողովրդական լեզվով ասեմ, դահլիճները լցել են նմանատիպ համերգների ժամանակ։ Չէ։ Այսինքն թութու իհարկե, աչքով չեմ զում տալ, բայց այսինքն արդեն 7-րդ համերգն է եւ հույս ունեմ, որ նորից լեփլեցուն դահլիճում դա կլինի։ Շատ լավ է։ Հետաքրքիր է, որովհետև այստեղ հիմա համ Դավոյան է, համ Կոմիտաս է, համ ձեր խոսքերն են։ Իրականում դες խիտ եմ համարում, հետո միշտ Կոմիտասին շատ ենք առանձնացնում, բայց այս միքսը հնարավոր է բովանդակային առումով։ Ինքը ձևի առումով հնարավոր է, որովհետև այս բանալին կամերային երաժշտության ձևաչափը թույլ է տալիս նաև այսպես ներկայացնել մեկ գեղագիտական հարթակի վրա ոնց որ թե այս երգերը։ Իհարկե եւ ձևի իմաստով տարբեր են եւ իհարկե այսինքն ոճային իմաստով են շատ տարբեր, որովհետեւ Կոմիտասի բանաստեղծությունը իր այսպես երաժշտությունն է թելադրում Ռազմիկ Դավոյանին է իր եւ բայց այսինքն որ 3 ուղղություններն էլ իմն են եւ առիթները քիչ են լինում 3-ը միասին ներկայացնելու ես որոշեցի այս անգամ ծրագիրը բայց 3 բլոկ է լինելու այսինքն առանձին խառնված է Պարոն Արծրունի բարբերաբար մենք այստեղ քանի որ շատ տարբեր երաժիշտներից միշտ Կոմիտասի հետ կապված անսպար թեմաներ ենք ունենում եւ ամեն մեկը ունենում է իր հետաքրքիր ձևակերպումը բացահայտումը հետո պարզվում է որ իրեն որ ասում ամբողջությամբ դեռ չենք էլ բացահայտել ինձ հետաքրքիր է չեմ հիշում այդ հարցը ձեզ ուղղել եմ երբևէ թե ոչ բայց այդ որպես երաժիշտ, հա, Կոմիտասի ֆենոմենը որտեղ է։ Դե գիտեք, բան
Կարելի է ջուրը տարբեր տեղերից խմել, էլի։ Այսինքն կարելի է շշից խմել, կարելի է ակունքից։ Այսինքն տարբերությունը դա է, Կոմիտասը խմում էր ակունքից եւ նաեւ այսինքն այդ ջուրը բաժանվում է մինչ օրս մեր մեջ, որովհետեւ իր ժառանգությունը հսկայական է եւ առավել մոտ այն ակունքային տեսակներին, այսինքն այն բանաձևումներին, որոնք որ առավել ցայտուն եւ առավել խորը կերպով ներկայացնում են մեր երաժշտական ինքնությունը։ Այնպես որ սա է տարբերությունը, ինչքան մոտ այդ ակունքներին, այնքան ավելի ընդունելի եւ ընկալելի է Կոմիտասը։ Ինչքան հեռու այդ տիրույթներից մեզ համար ընդունելի եւ ընկալելի։ Իհարկե, այդ թվում որ նաեւ դրսում, այսինքն ոչ հայ կոմպոզիտորը էլի նույն հմայքով ու ֆանտաստիկ ձևակերպումներով խոսում է Կոմիտասից, չնայած որ ինքը չի ճանաչում ոչ հային, ոչ ակունքները, ոչ էլ հայի տեսակը։ Այդ դեպքում ինքն ինչ է տեսնում այնտեղ։ Չտեսնած հարց տվեցիք, որովհետև գաղտնիքը Կոմիտասյան մեկնության մեջ է։ Այսինքն ինքն ներկայացնում է օրինակ գեղչկական երգը ոչ թե իր այսպես բնագրային տեսքով, այլ ինքը նոր բովանդակություն է տալիս եւ նոր ձև, երաժշտական ձև։ Այսինքն օգտագործում է ակադեմիական երաժշտության մեջ ընդունված այսպես մեթոդաբանությունը, եթե կարելի ասել, ներկայացնելով առավել ընկալելի ձևաչափերով քաղաքակիրթ աշխարհի համար, այսինքն սա է գաղտնիքը։ Այսինքն քաղաքակրթական այսպես որևէ խոչընդոտ ընկալելու այդ երևույթը երաժշտական չկա։ Եթե դու ներկայացնում ես դա ընդհանրենք քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչն, այսինքն հենց դրանով էլ պայմանավորված էր դեռևս իր կյանքի օրոք, որ ինքը շատ ավելի ընդունելի եւ ընկալելի էր ընդհանրենք Եվրոպայի ակադեմիական շրջանակներում, քան Հայաստանում, որտեղ դե մեղմ ասած, այսինքն ամբողջ ծավալով չէին ընկալում իր նշանակությունը, իր աշխատանքի, իր առաքելությունը եւ այն ինչ ինքը անում էր հայկական երաժշտության համար։ Այսինքն սա է գաղտնիքը եւ հենց սրանով էլ բացատրվում է նաեւ այն հանգամանքը, որ այն մշակումները, որ ինքը արել էր 100 քանի տարի առաջ, մինչ օրս արդիական են, այսինքն ես բազմիցս լսել եմ արտասահմանցի, այսինքն ունկնդիրներից եւ երաժիշտներից, որ այնպիսի տպավորություն է, որ ժամանակակից կոմպոզիտորը գրած ստեղծագործություններ են։ Մենք շատ ենք լսել, ոչ միայն դրսում ապրող մեր հայրենակիցներից, դեռ հայի դեպքում դու հասկանում ես, որ մի տեսակ ինքը այնուամենայնիվ այդ մշակույթին ու այդ ակունքին ոնց որ նշեցիք ծանոթ է, ինքը կարող է ընկալել, բայց երբ օտարն է այդ տեսակ արտահայտվում, դու միշտ ուզում ես հասկանալ իսկ ինչն է ինքը տեսել, ոնց է ինքը տենց զգացել։ Քաղաքակրթական լեվելի կամ մակարդակի խնդիրն է, որի վրա աշխատում է Կոմիտասը, այսինքն որի վրա Կոմիտասը բարձրացրեց։ Ես ավել ասեմ, այսինքն ոչ բոլոր երաժիշտներն են այդ մակարդակով կարողանում լինել։ Իհարկե։ Այնպես որ այդ իմաստով բարեբախտություն է, որ մենք ունենք Կոմիտաս, այսինքն որ նա թողել է իր ժառանգությունը եւ ընդգրկուն, այսինքն ստեղծագործություն, որը ընդգրկում է եւ ժողովրդական արվեստը, գեղչկական երաժշտությունը եւ հոգեվոր ամբողջ ժառանգությունը։ Այնպես որ սա մեզ համար եւ ոչ միայն մեզ համար, այսինքն կոնկրետ կոմպոզիտորական դպրոցի համար հայկական հիմք է։ Այսինքն սա մեր ամբողջ երաժշտական գրագիտության հիմքն է։ Ուրիշ բան, որ այսինքն կան երաժիշտներ, որոնք որ հավատարիմ են եւ հետեւում են այդ օրինաչափություններին, կան երաժիշտներ, որոնք որ բավականին հեռու են այդ տիրույթներից։ Ինձ հետաքրքիր է, մենք անդադ ընկերներով դրա մասին խոսում ենք, որովհետեւ ես ընկերներ ունեմ, մանավանդ երգիչ ընկերներ ունեմ, որ իրենք պաշտում են Կոմիտասին, դե բնականաբար այլ տարբերակ չէր կարող լինել իրաց դեպքում։ Ինձ հետաքրքիր է, մենք ինչքանով ենք բացահայտել Կոմիտասին եւ ինչքանով ենք համոզված, որ այն ինչ որ մեզ հասել է, սա 100% է։ Նայեք, ամբողջ ժառանգությունը Կոմիտասի երգչախմբային ձայնագրված է։ Ամբողջը։ Ամբողջը, Թոփիկյանի երգչախումբը, ամբողջ սա համարյա տասնամյակ տևացող ընթացք է եղել ձայնագրության եւ դա կա։ Ամբողջ ժառանգությունը, որը վերաբերում է վոկալ գործիքային ստեղծագործությունների, այսինքն
ձայնի եւ դաշնամուրի համար արված մշակումները ընդամենը մի քանի ամիս առաջ ամբողջական անթոլոգիան լույս է տեսել, ձայնագրվել է մեր հանրային ռադիոյում եւ կատարել է Լուսինե Ազարյանը։ Եվ իհարկե կա հսկայական ժառանգություն, որը 14 հատորների մեջ է Կոմիտասի ստեղծագործությունների, որը նաև ներառում է այն գրառումները եւ մշակումները, որ նա արել է հոգեվոր եւ գեղեցկական երաժշտության ոլորտում։ Այսինքն ամբողջը նկարագրված է, ամբողջը այսպես սկուտերի վրա դրված եւ ներկայացված։ Ուրիշ բան, որ այսինքն հասարակության եւ ազգի, այսպես ասենք, որովհետեւ ոչ միայն Հայաստանի բնակչությանն է վերաբերում, այլ նաեւ Սփյուռքի հաղորդակցման աստիճանը գրեթե զրոյական է։ Եվ դա ամենևին Կոմիտասի կամ կոմիտասագիտության խնդիրը չի։ Սա հասարակության եւ ժողովրդի խնդիրն է, որ նա չի կարող արդեն 100 քանի տարի հաստատել կապը սեփական արժեքների հետ։ Մեկ էլ մի հարց ունեմ ձեզ, էլի վերջերս շատ նեղ շրջանակներում, իհարկե մասնագետների շրջանակներում խոսակցություն կա, դե իհարկե եթե չեմ սխալվում, սա փաստ է, որ կոմիտասյան նոտայագրություն կա։ Չէ։ Կոմիտասը երբ որ դեռևս ուսանում էր ճեմարանում, նա ամենափայլուն գիտակներից էր Լիմուջյան սիստեմի նոտագրության։ Սա սիստեմ է, որը հիմնված է հայկական խազերի հիման վրա, այսինքն բայց դրանք խազերը չեն իրականում։ Սա պարզապես Լիմուջյանը վերցրել էր նշանները եւ օգտագործել էր իր սիստեմում եւ այդ սիստեմը իրեն թույլ էր տալիս անմիջապես գրի առնել ցանկացած վայրում, ցանկացած պահին, միայն թե թուղթ եւ մատիտ լիներ եւ Կոմիտասը անմիջապես այսպես իրեն պետք չէր նոտատետեր, այսինքն նա տեքստներ գրում եւ միանգամից վրայից այդ նշաններով եղանակը։ Այդ պրակտիկան օգտագործում է աշխարհում։ Ոչ, այսինքն հիմա կան իհարկե շատ խոշոր մասնագետներ Լիմուջյան սիստեմի եւ այդ աշխատանքը մշտապես կատարում է, որովհետեւ հսկայական երաժշտական գրականություն կա այդ Լիմուջյան սիստեմով եւ Մատենադարանում, օրինակ ես գիտեմ այդ մասնագետներին, որոնք որ մինչ օրս զբաղվում են, թարգմանում են, եթե կարելի այդպես ասել, այսինքն ադապտացնում են այդ նյութը եւ ներկայացնում են ավանդական նոտագրությամբ եվրոպական։ Եվ ավանդականը դրանից ինչով էր տարբերվում։ Այսինքն դասական, ոչ թե ավանդական, այլ դասական նոտագրությամբ։ Այսինքն այն ինչին մենք սովորենք 5 տողը եւ կլոր սև եւ սպիտակ նոտա։ Սոլի բանալիներ։ Այո։ Սա եվրոպական սիստեմն է, որը այսինքն առավել տարածված է ամբողջ աշխարհում, բայց մենք շատ լավ գիտենք, որ կան այսպես հատուկ ազգերի մոտ կան սիստեմներ, որոնք մենք մեզ համար կորսված համակարգ է դա։ Այսինքն մեր երաժիշտները չեն տիրապետում այդ սիստեմին։ Ոչ։ Սա նեղ երաժշտագիտական տիրույթ է, որը կապված է հենց մեր ժառանգության հետ։ Դե ինքը, այսինքն ավելի հարմար է այդ նոտագրություն։ Ժամանակին դա դժվար էր, որովհետև նույնիսկ ենթադրենք այդ 5 տողով թերթերը նոտային հայթայթելը շատ դժվար էր։ Էլ չասեմ, որ մի խոսքով տարբերություններ կան, բայց Կոմիտասը այսինքն երկու սիստեմների հրաշալի տիրապետում էր եւ այն ինչ մենք հիմա ունենք, այսպես դասական նոտագրությամբ է ներկայացված։ Իրականում քանի որ նաև մեր հարթակը շատ տաղանդավորների բացահայտելն է, ու մենք առիթ ենք ունենում ճանաչելու։ Ինձ հետաքրքիր է էլի որպես երաժշտի, եթե մենք խոսում ենք լուրջ անուններից, որպես կոմպոզիտորներ, ու գալիս են կես օրեր, որտեղ էլ ոչ մի բանով չես զարմացնի, որովհետև ամբողջ աշխարհում հա գնում է այդ իբր զարգացումը, որի շրջանակներում նաև դեգրադանում ենք, բայց այնքան բան կա եւ համացանցը տալիս է հնարավորությունը ճանաչելու, որտեղ գուցե այն ժամանակ էլ է եղել, բայց ուղղակի մենք չենք իմացել եւ հատուկ մասնագետներ են իմացել։ Հիմա դա շատ բաց փռված է բոլորի առջև, հասկացողը կիրառում է, չհասկացողն էլ առանց հասկանալու է կիրառում եւ ապականում եւ դրանից էլ վերածվում է մի հատ ուրիշ բանի, բայց իրականում դե հասմա ունենք այն ինչ ունենք։ Իրականում, բայց եթե մենք հիմա մեր իրականություն վերադառնանք եւ այդ տեսակ անունների կողքին հասկանանք, հա մենք լուրջ կոմպոզիտորների կողքին մենք ունենք հիմա երաժիշտներ, կոմպոզիտորներ, որոնք
անկախ այս թողուբոյից միևնույն է պահում են այդ սանդղակը եւ իրապես եւ ճանաչում են եւ հասկանում են եւ ուսումնասիրել են եւ կարողանում են այդ մակարդակի նորը ստեղծել։ Նայեք, պետք է զատել տիրույթները, այսինքն պետք է հասկանալ, որ երաժշտության մեջ կա հսկայական այսպես տիրույթ, որը զանգվածային երաժշտությունն է, որ իր օրենքներով, իր ձևաչափերով, հիմնականում դա ժամանցային երաժշտական տեսակներն են։ Եվ կան մասնագիտական տիրույթներ, որոնք վերաբերում են ակադեմիական երաժշտությանը։ Բնականաբար եւ այստեղ գործում են օրինակ հավասար չափի տաղանդավոր մարդիկ, նախընտրությունների հարցն է։ Այսինքն ձեր հարցը ծերին վերաբերում է ակադեմիական դաշտին, արդյոք կան այդտեղ գործող։ Մենք ունենք կոմպոզիտորական դպրոց, որը մշտապես այսպես վերարտադրվում է, որովհետև կոնսերվատորիայում գործում է կոմպոզիցիայի բաժինը եւ բոլոր շրջանավարտները ստանում են այս ֆունդամենտալ, այսպես եթե կարելի ասել, կրթությունը մեր կոնսերվատորիայում եւ շատ քաջ ծանոթ են նաեւ ազգային երաժշտության տիրույթներին, այսինքն դասընթացներ կան այդտեղ, պարտադիր դասընթացներ, որ այսինքն մանրակրկիտ, այսպես մասնագիտական բոլոր այսպես նրբություններով նրանց բացատրվում է եւ այլն։ Ուրիշ բան, որ յուրաքանչյուր ստեղծագործող, կոմպոզիտոր նախընտրում է իր նաեւ այսպես ձեռագիրը ունենալ։ Ձեռագիրը նաեւ իր նախընտրությունները ունի երաժշտական ոճերի բանում առումով եւ այդ տեսակետից բավականին լուրջ այսպես օրինակ մասուրյանական այդ մրցույթը, որ արդեն որ 3 տարին անցկացվում է եւ ինքը նախապայմաններ ունեն, անցած տարվա մրցույթի նախապայմանը այն էր, որ դուք մասնակցում եք գրելով ստեղծագործություն հայկական դասականների պոեզիա եւ ես գիտեմ, որ 2 թե 3 դասարտ կոմպոզիտոր ներկայացրել էին ստեղծագործություններ, որոնք որ գրված էին կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա։ Այսինքն այդ տենդենսը կա անդրադառնալու կոմիտասի կամ գրական ժառանգությանը կամ երաժշտական, ավելի շատ իհարկե երաժշտական։ Եվ դա ավանդույթ է, որ սերնդեսերունդ փոխանցում է, այսինքն այդտեղ Օհանդուրյան կա, այդտեղ Շաքարյան կա, հսկայական սիմֆոնիկ շարքեր, կոմիտասական շարքեր, որոնք որ այսպես ներկայացնում են իրենց տեսլականը կոմիտասի եւ լուծումները ընդհանրենք սիմֆոնիկ կամ մեծ կազմերի համար։ Վերջերս Ավետիք Բերբերյանը չնաշխարհիկ պարզապես շարք ներկայացրեց մանկական եչախմբի համար արված, անցած տարի կարծեմ 20 քանի երգ նորից մշակվեցին հատուկ մանկական եչախմբի համար, որը մենք չունենք, այսինքն հսկայական մեծ ծրագիր։ Այսինքն այդ ընթացքը կա եւ այդ անդրադարձը կոմիտասին բոլոր մակարդակները, օրինակ իմ անդրադարձը գրական այսպես տիրույթին է վերաբերում, որտեղ ես գրում եմ իմ երաժշտությունը, բայց կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա, բայց կան նաեւ կոմպոզիտորներ, որոնք անդրադառնում են բուն երաժշտությանը։ Այսինքն ստեղծում են սեփական վարկածը կոմիտասյան մշակումների, եթե կարելի ասել մշակման մշակում են անում։ Այսպես։ Խոսենք համերգային ծրագրերից, բացի վաղվա համերգը ինչ ֆորմատով են լինելու մնացած համերգները, ինչ երաժշտություն է լինելու։ Շատ տարբեր։ Նայեք, մենք 25 տարի առաջ մենք հավաքվեցինք ընկերներով, ռոք երաժիշտներով եւ այսպես որոշեցինք նվագել իմ երաժշտությունը։ Ես իմ սրտով արարել։ Եվ շատ արագ, այսինքն 2002 թվականին արդեն պատրաստ էր համերգային ձայնագրությունը եւ 2003-ին մենք Ֆրանսիայում Musée Records label-ում, որը հիմնականում պրոգրեսիվ երաժշտության այսպես հանրահռչակման պես զբաղված հրատարակեցինք 2 ձայնասկավառակ, այսինքն live, կենթանի եւ ստուդիական տարբերակը, որը 2002-ին, 2003-ին մեր ալբոմը մտավ լավագույն տասնյակի մեջ եվրոպական։ Եվ այդ կազմով դե երաժիշտներից մեկը Գերմանիայում է 7 տարի բնակվում եւ այլն, այսինքն համախմբվելը շատ դժվար է, բայց անցած ամիս մենք արեցինք ֆիլհարմոնիայի նոր հարթակում Շուշիկի Sound Room, այսինքն
հնչյունային սենյակ, այսպես կարելի ասել, 60 տեղանոց շատ հետաքրքիր հարթակ է, որ թույլ է տալիս նաև պրոգրեսիվ երաժշտություն ներկայացնել։ Ինչ եմ պատմում, որովհետև այնքան լավ անցավ եւ այնքան բուրն էր հանդիսատեսի այսպես արձագանքը եւ այսպես ներկայությունը, որ մենք որոշեցինք այդ ծրագիրը կրկնել։ Այսինքն հունիսի 16-ին մենք այդ ծրագիրը կրկնելու ենք, բայց unplugged տարբերակով, այսինքն ակուստիկ վերսիայով, ոչ ծանր։ Հետո ամսի 20-ին Քաֆեսյան հիմնադրամի հատուկ միջոցառումների սրահում մենք կրկնելու ենք Մխիթար Ավետիսյանի հետ Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությանը նվիրված երեկոն, այսինքն գրական երաժշտական միջոցառում է լինելու։ Հիմա բանակցում ենք Քաֆեսյանի հետ, որ ամսի 29-ին, գիտեք, Վալենտին Պատպամոգովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես եղել, փակումը լինելու է 29-ին եւ մենք ուզում ենք այսպես նշանաբանել այդ փակումը Կոմիտաս 10 հայտնություն շարքի կատարմամբ հենց ցուցասրահի տարածքում, որովհետեւ այդ ալբոմը կապված է նաեւ այդ գեղանկարի հետ հայտնի Պատպամոգովի։ Եվ սեզոնի այսպես փակումը լինելու է հուլիսի 25-ին օպերային թատրոնում, օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ ղեկավարելու է Կարեն Դուրգարյանը։ Ես ներկայացնելու եմ Մաշտոց Կոմիտաս ծրագիրը։ Բայց իհարկե մեծ կազմով արդեն, այսինքն առաջին բաժինը լինելու են իմ մշակումները այսրոտ Մաշտոցի շարականների, իսկ երկրորդ բաժնում լինելու է Կոմիտաս 10 հայտնություն շարքը, այսինքն հոգևոր եւ այսպես աշխարհիկ երկու դրսևորում երաժշտական։ 25-ին հուլիսի 25-ին։ Անտիր։ Այնպես որ այս ընթացքը, որ մեկնարկեց մարտի 27-ին, այսպես տրամաբանական ավարտի եմ ես հասցնելու, առաջ Աստված իհարկե հուլիսի 25-ին եւ փաստորեն այս ընթացքում բոլոր երաժշտական ձևաչափերը, որոնք առավել ինձ հետաքրքիր են եղել, ներկայացված էին, այսինքն համերգային ձևաչափերը ներկայացված են եղել եւ լինելու են էլի։ Չհաշված իհարկե թատերական ներկայացումները, որ գիտեք Պատանի հանդիսատեսի թատրոնում երկու ներկայացում ես ունեմ Սիդը եւ Խենթը, որոնց համար երաժշտություն եմ գրել եւ այս տարվա եւ այս տարվա նոր ներկայացումը Կամերային թատրոնում ես անուն չունեմ, Անուշ Ասլբեկյանի պիեսն է բեմադրված եւ ես նույնպես գրել եմ երաժշտություն, այնպես որ տենց Բեկել Մնջախաղի թատրոնում արդեն ռեպերտուարի մեջ է քանի 10 տարուց ավել գիրք ծաղկանց ներկայացումը, որը նույնպես ամբողջովին հիմնված է իմ երաժշտության վրա։ Ընտիր։ Մշակութային ակտիվությունը ձեզ մոտ, ոնց հասկանում եմ, չի դադարում։ Մարդիկ աշխատում են իրենց գործով։ Դե, այսինքն դա է իմաստավորում ցանկացած ստեղծագործողի եւ կատարողի կյանքը, որովհետեւ այսինքն մնացած ոլորտներում քիչ իմաստներ են մնացել։ Ավաղ, ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում, պարոն Արծրունի, ձեզ հաջող համերգ ենք մաղթում իհարկե։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում գովազդ, որից հետո կշարունակենք։